Քաղաքական դուք Նիկոլ Փաշինյանի Գյումրիում եւ Էջմիածնի պատարագի մասնակիցն եք, նախ ինչպես եք գնահատում այդ հանգամանքը, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվում են ԱԱԾ-ի միջոցով, կապարակվում են, այդտեղ դուք չեն տալիս մարդիկ սովորական մտքին եւ պարզապես այդ պատարագը ծառայեցվում է քաղաքական վերնախավին։ Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է եւ ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ուրեմն ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ միջ այդ այցելությունները։ Չեմ կարծում այստեղ որևէ խնդիր կա։ Ինձ հայտնի չի նման տվյալ, դրա համար չեմ կարող մեկնաբանել։ Շատ չեմ հասցնում, որովհետև շատ ծանր աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, գիտեք, որ ապահովագրության ներդրման այսպես ինտենսիվ շրջանն է եւ այո, միայն հասցնում եմ այս գործերը անել։ Որ իրավունքը։ Նայեք։ Բոլորը չէին պտտվել, ես իմ մասին կարող եմ խոսել, որ ինչպես ընթացքը գնում էր պատարագի, այդպես էլ գնում էր։ Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաև այսպես քաղաքական ուրեմն ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը նաև պատարագը շեղելու եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները իհարկե հաճելի չեն, բայց նաև ըստ էության իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամեն ինչին եւ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում։ Այլ հակառակը, ես նշեմ, որ քաղաքացիների վերաբերմունքը եւ այն, որ նրանք մի կնոջ պատմություն էր, ես այնտեղ ներկա եմ, երբ որ այդ կինը կիսվում էր, որ ասում է 75 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ գալիս են մասնակցում են պատարագին, որովհետև հասկանում են, որ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են։ Բայց միաժամանակ նաև մարդիկ փորձագետներ, աշխատող քաղաքացիներն ասում են, որ եկեղեցին Նիկոլ Փաշինյանը իր ասացավ, ակտիվ ճանապարհով գնում է մի շարք այլ հոգևորականների հետ, ովքեր ևս որոնց վերաբերյալ ևս ոչ միայն մամուլում, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից եղել են բարձրաձայններ, օրինակ հավասար քաջարանի վերաբերյալ հիշում նրա հայտնի ելույթը Բենքլի սիրուհիներ ունենալու, երեխաներ ունենալու, նաև մի քիչ առաջ Տելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցած հոգևորական ներողություն սպիրտի զարգացումը։ Ես կարծում եմ, որ տեսեք նույն ուրեմն Կճոյանի Սրբազանի կողմից որոշակի դիրքորոշում է արտահայտվել եւ զղջման եւ սա էլ պետք է գնահատել։ Իսկ հաջորդիվ տեսեք շատ հետաքրքիր է, որ դուք միայն Ես ասում եմ այն ինչ, ես նշում եմ այն ինչ, որ ինձ հայտնի է եւ ես նման դիրքորոշում տեսել եմ մամուլում։ Իսկ հաջորդիվ ձեր կողմից նշված հարցերը, ես կարծում եմ հենց հոգեվոր նորոգման ընթացքը հենց դրա մասին է։ Եվ շատ մեծ նաեւ քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից ուրեմն հստակ դիրքորոշում արտահայտել, որ այո, եկեղեցում կանոնագրքի հետևելը պետք է դառնա միանշանակ, պետք է լինի մեր հոգևորականների կողմից բարոյական եւ կանոնագրքի նորմերը պահպանելը միակ հնարավոր տարբերակը։
Եթե ծանոթանաք իր կողմից ներկայացված եւ ոչ միայն իր, այլ այլոց կողմից ներկայացված նյութերին կտեսնեք։ Այսինքն որ հայտարարությունը տարածել դա զղջման մեթոդ է։ Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Այսինքն արդեն քաղաքական իշխանության համար խնդիր չի նրա տեխնիկ ունենալը, սնի, երեխաներ։ Ես ասեցի այն, ինչ կարող էի ասել, ինչքան որ